Բարև ձեզ, ձեզ հետ կրկին Անուշն է, ես ձեզ համար ունեմ լավ նորություն, չգիտեմ որքանով այն ձեզ կուրախացնի, բայց մենք սկսում ենք մրգերի, բանջարեղենի և հատապտուղների շարքը։ Այսօր այդ շարքի առաջին տեսանյութն է և այսօր գործելու ենք այսպիսի գեղեցիկ խնձոր։ Այս անգամ ես խնձորը գործելու եմ կանաչ ռեզիններից։ Խնձորի համար ձեզ անհրաժեշտ է 2 հատ սև ռեզին և 18 հատ կանաչ ռեզին։ Եկեք սկսենք։ Վերցնում ենք սև ռեզին և պտտում ենք պատառաքաղի վրա 3 տակ։ Վերցնում ենք 3 զույգ կանաչ ռեզին իրար հետևից գործելով։ Այսինքն սկզբում հագցնում ենք առաջին ռեզինը, կեռիկի օգնությամբ գցում ենք սև ռեզինները։ Իջեցնում ենք, վերցնում ենք երկրորդ զույգ ռեզինների, գցում ենք տակի կանաչ ռեզինները, հագցնում ենք երրորդ զույգը, գցում ենք տակի կանաչ ռեզինները։ Հիմա մենք այս ձախ ատամից գցում ենք աջ ատամի վրա կանաչ ռեզինները։ Պտտեցնում ենք, գտնում ենք մեր սև ռեզինը, բռնում ենք այն կեռիկով և հագցնում ենք ազատ ատամի վրա։ Վերցնում ենք էլի 3 զույգ կանաչ ռեզին։ Առաջին զույգը հագցնում ենք և գցում ենք միայն սև ռեզինները։ Երկրորդ զույգն ենք հագցնում, գցում ենք յուրաքանչյուր ատամից մի զույգ ռեզին։ Եվ վերջին զույգը նույն ձևով ենք վարվում։ Նորից ձախից աջ ենք գցում ռեզինները, նորից գտնում ենք նույն ռեզինը, կեռիկով բռնում և հագցնում ենք ձախ ատամի վրա։ Նորից վերցնում ենք 3 զույգ կանաչ ռեզին և նույն ձևով գործում ենք։ Ամենավերջում մենք ռեզինները չենք գցում ձախից աջ, այլ ուղղակի վերցնում ենք 1 հատ սև ռեզին և այդ սև ռեզինի վրա գցում ենք բոլոր ռեզինները։ Հիմա այս 2 ռեզինները վերցնում ենք կեռիկի վրա և քարկապ ենք գցում։ Ահա և վերջ, մեր խնձորը պատրաստ է։ Եթե ձեզ դուր եկավ այդ տեսանյութը, ապա լայքեք այն և գրանցվեք։ Ցտեսություն։